մենք ազգով ենք մեղավոր եւ պատասխանատու այն ամենի համար, ինչ որ այսօր կատարվում է։ Մենք ազգովի զրկվել ենք ինքնասիրությունից, հպարտությունից, պայքարի ձևերից, ոչ թե զրկվել ենք, մենք ինքներս ենք մեզ զրկել դրանից։ Հետևաբար այնինչ այսօր կատարվում է, մենք արժանի ենք դրան, քանզի ազգովի ոչ մի քայլ չենք ձեռնարկում, ոչ մի միջոցի չենք դիմում եւ չենք հավաքվում, չենք խմբավորվում, որ պայքարենք մեր հայրենիքի համար։ Մեր հայրենիքը այսօր կործանված է բառիս ամենաբուն իմաստով։ Այն երկրում, որտեղ ձերբակալում եւ կալանավորում են սրբազաններին, այն երկրում, որտեղ եկեղեցին արդեն դարել է թիրախ, այդ երկրում չի կարող որևէ ձևով այդ երկիրը ապրի։ Մենք 1000 տարի պետականություն չենք ունեցել, 1000 տարիներ մենք ապրել ենք եկեղեցու շվաքի ներքո եւ այսօր ոչնչացվել են պետության հիմնական սյուները, ես չեմ ասում, որ աղճատվել են, ես ասում եմ, որ ոչնչացվել է, մենք այսօր չունենք հայոց բանակ, մենք այսօր չունենք կրթություն, մենք այն ամենը, ինչ պետության հիմքն ու հիմնասյուներն են, երիցս ավերվել է, այսօր դպրոցներում վերացվել է հայրենասիրական դաստիարակությունը, դպրոցներում բացառվել է ընդհանրապես խոսել, ուսուցանել հայոց պատմություն, ինչ որ պետություն կոչվում է արդեն պետություն, թե ինչ պետություն, նիկոլիզմի պետություն, թուրքապետություն, ալիևյան պետություն, թե ինչ մենք դա չենք կարող ասել։ Համենայն դեպս չեմ ուզում երկարացնել, նորից ու նորից կրկնում եմ, այս ամենի մեղավորը մենք բոլորս ենք, մեծից մինչև փոքր, որովհետև չենք պայքարում մեր հայրենիքի համար, մեր կայունության համար։ Պայքարը այնպես ինչպես են պայքարում, ինչպես են փողոց դուրս գալիս, ինչպես են հայրենիքի համար պայքարում։ Այսօր մենք հայրենիք չունենք, հայրենիքը մասնատված կամած ամբողջը թուրքին է հանձնվում։ Ցեղասպանությունը համարում են արդեն, որ պետք է մոռանալ այդ մասին։ Ես նույնիսկ լսեցի վերջերս 2 ամիս առաջ, որ Եռաբլուրը պետք է վերացվի։ Նույնիսկ այդ մասին է, ինքը բացայտ խոսում։ Չափազանցված չեմ ասում, նման բան կա եւ ես ինքս եմ գիտեմ եւ բոլորը գիտեն, ինքը այդ մասին խոսեց եւ ասեց, որ Եռաբլուրն էլ այլևս անհրաժեշտություն չի։ Պետք է հուղարկավորել, որտեղ որ պետք է։ Մի խոսքով այդ բոլորը ճիշտ է, այդ բոլորը իրականություն է եւ մեր աչքի առաջ է կատարվում եւ մենք լուր համաձայն ենք այդ ամենի հետ։ Մեր երկրի ամբողջը, երկիրը լուծարված է։ Ինչպես? Ասում եմ ականատես եղել եք, ինչպես են քահանաներին տարել, թե ոչ։ Ոչ, ականատես չեմ եղել, բայց ինչ պարտադիր ականատես լինեմ։ Հիմա կտեսնենք էլի, քահանաներին տարել են։ Աշխարհի որ հավատացյալ եկել եք մտնել։ Մի քիչ մեղավոր նաև մենք ձեր բոլոր լրատվականներն են, որովհետև 18 թվականի հեղափոխությունը նաև ձեր ձեռամբ եղավ։ Այսինքն լրատվականների քարոզը։ Մարդիկ դուր չէին եկել փողոց։ Չէ, Ծապ էիք տալի։ Ուսմա ինքը տես բան չի ասում։ Հերիքա լրագրողների թիրախավորեք, մենք գործն ենք կարել։ Օբշի հավատացել եմ։ Լրագրողները նկարել են Ինչ։ Նայեք, գնացեք նայեք, Էդմոնդ։